Հոկտեմբերին Հանրապետության մի շարք համայնքներում նախատեսված են թիմ ընտրություններ։ Թիմ համամասնական ընտրությունները հոկտեմբերի 25-ին կանցկացվեն Շիրակի մարզի Արտիկ եւ Ախուրյան խոշորացված համայնքներում։ Այս տարի ընտրություններ նախատեսված են նաեւ մարզի Աշոտսկ եւ Ամասիա համայնքներում, սակայն այդ համայնքներում ընտրությունների օրը դեռ նշանակված չէ։ Շիրակի մարզպետ Դավիթ Արուշանյանն անդրադարձել է Արտիկ եւ Ախուրյան համայնքներում առաջադրվելիք տեխնացուների հարցին։ Նրա խոսքով քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը դեռևս վերջնական որոշում չի կայացրել։ Սահմանադրության նոր տեքստի մեջ, որը ժողովուրդը չի տեսել անկախության հռչակագրին, հղումը հանված է, թե ոչ, դիմելով պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու ՔՊԱ-ական Արուսյակ Ջուլհակյանին, հարց է ուղղել Հայաստան խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Ի պատասխան Արուսյակ Ջուլհակյանն ասել է, որ նոր սահմանադրությունում անկախության հռչակագրին հղում չկա։ Որևէ բան սահմանադրության տեքստից չի հանվել, որովհետև մենք գրում ենք նոր սահմանադրություն։ Ոչ թե մենք վերցրել ենք սահմանադրությունը եւ մեջից ինչ-որ բաներ ենք ջնջել, ինչ-որ բաներ ավելացրել, այլ վերցրել ենք դատարկ թուղթ եւ վրան սկսել ենք գրել նոր սահմանադրության տեքստ։ Արդյոք այն նախաբանը, որը ենթադրվում է, որ պետք է լինի նախագծում, իր մեջ պարունակում է հղում անկախության հռչակագրին, ոչ եւ չպետք է պարունակեր։ Եվ այդտեղ Ալիևը որևէ կապ չունի։ Որքան էլ որ դուք խոսեք այդ մասին եւ որքան էլ այդ հարցը շահարկեք։ Մենք այստեղ ժամանակը չի բավականացնի դրա շուրջ ունենալ հայեցակարգային քննարկումներ, թե ոնց է պատահել, որ մենք ուզած թե չուզած ապրում ենք նոր պետության մեջ եւ այդ նոր պետությունը պետք է ունենա նոր համաձայնություն պետություն քաղաքացի եւ քաղաքացի շրջանակներում։ Մեր ժամանակը հարց ու պատասխանի վստահաբար չի բավականացնի դրա համար։ Մարդուն դատում են, որ խոսք է տվել ուժեղ Հայաստանի հաղթանակից հետո Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է։ Այս մասին ազգային ժողովի իր ելույթում հայտարարել է ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը, անդրադառնալով հարուցված քրեական գործերին։ Մենք հրավիրում ենք եվրոպական բոլոր դեսպանություններին, որ դատական նիստերին թող մասնակցեն, տեսնեն ինչի համար են մարդիկ դատում։ Համայնքներից մեկում մարդուն դատում են կաշառքի համար, նրա համար, որ խոսք է տվել, որ հաղթանակից հետո ուժեղ Հայաստանի Ռուբեն Վարդանյանը վերադառնալու է։ Ալավերդիում մարդուն դատում են նրա համար, որ երկու հոգու ասել է բաց կապով գրանցեք աշխատանքի, տվել են հարկ, որպես քարոզիչ կուսակցական։ Բազմաթիվ քարոզիչներին դատում են հարկ տրված, գրանցված քարոզիչ, անունը խոսակցություն են լսում, գումարը փոխանցեցիր, քարոզիչ է գրանցած մարդը։ Մի պատմություն էլ պան Ռուբինյանը ասեց, քաբաբի պատմությունը, քաբաբի պատմության մեջ աները և փեսան իրար հետ խոսել են, աները հումոր է արել, աներոջը բռնել են, այդ մարդու աներն է, քաբաբ չեր տա ընտրության համար, դուք յուրաքանչյուր գործ, կարա կտրեք ու ներկայացնեք այդպես։ Ազգային ժողովի փոխնախագահ Հայկ Կոնջորյանի եղբորը Ավետ Կոնջորյանին ուղեկցող ոստիկանության պարեկային ծառայողն ազատվել է աշխատանքից, այս մասին հայտնել են ներքին գործերի նախարարությունից։ Նշենք, որ հուլիսի 25-ի գիշերը իր տան շքամուտքի մոտ դաժան ծեծիերի ենթարկվել Ավետ Կոնջորյանը։ Դեպքի առթիվ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել էր քրեական վարույթ մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության եւ խուլիգանության հատկանիշներով։ Նշենք, որ մինչ ծեծը եղել էր միջադեպ, հրապարակվել էր տեսանյութը, ինչպես է Ավետ Կոնջորյանը մեղադրյալներից մեկի տան կողքով վարել մեքենան եւ հայհոյանքներ հնչեցրել։ Նրան այդ պահին ուղեկցել էր պարեկային ոստիկանության մեքենան։ Սերբիա նպատակ ունի մինչև 2027 թվականի վերջը պատրաստել Շենգենյան գոտուն միանալուն։ Այս մասին հայտարարել է Սերբիայի եվրոպական ինտեգրման նախարար Նեմանյա Ստարովիչը։ Նրա խոսքով երկրի իշխանություններն ունեն գործողությունների ծրագիր, որը նախատեսվում է ամբողջությամբ իրականացնել մինչև 2027 թվականի ավարտը։ Սերբիան ԵՄ թեկնածուի կարգավիճակ ունի 2012 թվականից, իսկ անդամակցության բանակցությունները շարունակվում են 2014 թվականից։ Ստարովիչը նշել է, որ Եվրամիության զգալի ընդլայնումը կամ թեկնածու երկրների լիիրավ անդամակցությունը այս 11-ի վերջում քիչ հավանական է։
Թրամփը Թուրքիայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից վերադառնալիս գաղտնի կերպով է հասել ինքնաթիռ։ Washington Post-ը եւ New York Times-ը հայտնում են, որ ԱՄՆ նախագահի համար օգտագործվել է սնունդ տեղափոխող մեքենա։ Այնուհետև Թրամփը գաղտնի չվերթով Թուրքիայից մեկնել է Մեծ Բրիտանիա։ Ամերիկյան լրատվամիջոցների տվյալներով պատճառը Իրանի կողմից Թրամփի դեմ ուղղված մահափորձի հավաստի սպառնալիքն էր։ Սպիտակ տունը հայտարարել էր, որ նախագահի թռիչքը իրականացվել է Air Force One-ով։ Կրեմլը Ռուսաստանի տարածաշրջաններին հրահանգել է մինչև տարեվերջ հավաքագրել 409,000 պայմանագրային զինծառայող։ Այս մասին հայտնում է Financial Times-ը։ Պարբերականի տվյալներով իշխանություններն ուժեղացել են ճնշումը տեղական պաշտոնյաների վրա։ Միաժամանակ Մոսկվան փորձում է խուսափել նոր մոբիլիզացիայի ալիք հայտարարելուց։ Նոր պայմանագրային զինծառայողներին հիմնականում օգտագործում են ռազմաճակատում կորուստները լրացնելու համար։ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, Ռուսաստանը Հյուսիսային Կորեայից ստացել է լրացուցիչ բալիստիկ հրթիռներ։ Նրա խոսքով Ռուսաստանը առաջին անգամ չունի անվտանգ ռազմավարական թիկունք։ Զելենսկին նաև պնդել է, որ Ռուսաստանը չի կարող պատերազմել առանց Հյուսիսային Կորեայի օգնության։ Նա նշել է, որ Ռուսաստանում աճում է պատերազմի ավարտը ցանկացող մարդկանց թիվը։ Զելենսկու խոսքով Հյուսիսային Կորեայից Ռուսաստանին մատակարարվել են նաև լրացուցիչ բալիստիկ հրթիռներ։ Նա նաև հայտնել է, որ ռուսական տարածքում պատրաստվում են տեղակայել Հյուսիսային Կորեայի լրացուցիչ զորախումբ։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը շուտով դուրս կբերի Սիրիայի գաղտնի օբյեկտում պահվող միջուկային նյութերը։ Նյութերի շուրջ ամիսներ շարունակվել են գաղտնի բանակցություններ, սպառնալիքների փոխանակումներ։ Ըստ աղբյուրների, Ասադի իշխանությունները օբյեկտի 99-ում պահել են միջուկային նյութեր, որոնք կապված էին Ալ-Քիբարում ռեակտորի նախագծի հետ։ Թեև այդ նյութերը չեն կարող օգտագործվել միջուկային զենք ստեղծելու համար, դրանք կարող են կիրառվել կեղտոդրում պատրաստելու համար։ ՄԱԳԱՏ-ն Սիրիայի նոր իշխանությունների հետ համաձայնագիր է ստորագրել եւ ստացել է Ալ-Քիբարի ու այլ օբյեկտների այցելության հնարավորություն։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Եսայանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Փաշինյանը որոշում է ստորագրել Ռոզա Բաբայանին աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ նշանակելու մասին։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Գևորգ Մելիքսեթյանը ևս ազատվել է զբաղեցրած պաշտոնից։ Քաղաքացիական պայմանագիրը պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջարկել Արուսյակ Ջուլհակյանին։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է երեխայի ծննդով պայմանավորված նպաստների վերաբերյալ տեղեկատվություն։ Այսպիսով 2026 թվականի սեպտեմբերի 1-ին և դրանից հետո ծնված երեխայի դեպքում ծննդյան միանվագ նպաստի չափը կկազմի 500,000 դրամ անկախ երեխայի կարգաթվից։ Ընտանիքում երրորդ և հաջորդ երեխայի ծննդյան դեպքում 50,000 դրամ նպաստը տրամադրվում է ամսական պարբերականությամբ մինչև երեխայի 6 տարին լրանալը։ Երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրի երկրորդ բաղադրիչից և ստանալ միանվագ դրամական աջակցություն, որն ուղղվում է հիփոթեկային վարկի մայրգումարի մարմանը։ Տվյալ բաղադրիչից օգտվելու համար անհրաժեշտ է դիմել վարկ տրամադրած բանկ կամ վարկային կազմակերպություն մինչև երեխայի 1 տարին լրանալը։ Աջակցության չափը ընտանիքում առաջին կամ երկրորդ երեխայի ծննդյան դեպքում կազմում է մինչև 500,000 դրամ, երրորդ և հաջորդ երեխայի դեպքում մինչև 2 միլիոն դրամ։ Հալաբյան փողոցում նորածին երեխային հայտնաբերած բնակիչը պատմել է, որ սկզբում չի հասկացել ինչ է դրված խոտերի մեջ, անմիջապես գնացել է երեխայի կողմը, ձայները լսել պարզվել է նորածին է ադյալի մեջ փաթաթած խոտերի մեջ դրված։ Անմիջապես վերցրի երեխային ու զանգահարեցի շտապօգնություն, եկան, երեխային հանձնեցի բժիշկներին։ Երեխայի պորտը բաց էր, բժիշկներն անմիջապես արձագանքեցին, փակեցին պորտը եւ տարան հիվանդանոց։ Երեխայի վիճակը ընդհանուր առմամբ լավ էր, պարզապես սառած էր, լացում էր, նոր ծնված երեխա էր։ Այս պահին այլ տեղեկություն չունեմ, ոստիկանությունը երևի կպարզի ինչ է տեղի ունեցել, պատմել է քաղաքացին։ Հիվանդանոցի բժիշկն էլ պատմել է, որ նորածնին գտել են սառած վիճակում, երեխայի մարմնի ջերմաստիճանը 30 աստիճան էր, ինչը նորածնի համար կրիտիկական ցուցանիշ է։ Երեխայի մոտ ախտորոշվել է հիպոթերմիա։ Այժմ ջերմաստիճանը նորմալ է, երեխան հատուկ ապարատով է շնչում։ Պորտալարի թարմությունից դատելով երեխան ծնվել է օգոստոսի 10-ին, նշել է բժիշկը։ Օգոստոսի 11-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիհայի հետ։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ուկրաինայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցեր։ Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրավիճակի և վերջին զարգացումների վերաբերյալ։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում հավատարմագրված արաբական պետությունների դեսպաններին, հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ արաբական երկրների միջև քաղաքական, դիվանագիտական ու տնտեսական համագործակցության խորացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, այդ թվում 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությանը։ Կողմերը քննարկել են նաեւ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման, այդ թվում TRIP նախագծի իրականացման աշխատանքները։ Փաշինյանը կարևորել է նաև արաբական երկրների ակտիվ մասնակցությունը հոկտեմբերին Հայաստանում անցկացվելիք կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին։ ՄԱԿ-ի մարդու իրավունքների փորձագետների տվյալներով 2025 թվականի հոկտեմբերի հրադադարից ի վեր Գազայի հատվածում եւ արևմտյան ափին իսրայելական ուժերի կողմից սպանվել է ավելի քան 1200 պաղեստինցի։ ՄԱԿ-ի փորձագետները, այդ թվում Պաղեստինի հարցերով հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն, նշել են պաղեստինցի քաղաքացիական անձանց դեմ հարձակումների կտրուկ սրումը։ Միայն հուլիսին Գազայի հատվածում իսրայելական ուժերի կողմից սպանվել է մոտ 160 պաղեստինցի։ Փորձագետների խոսքով հրադադարի հայտարարումից հետո ավերված անկլավում զոհերի ընդհանուր թիվը գերազանցել է 1200-ը։ Նրանք հայտարարել են Գազայում ցեղասպանությունը շարունակվում է անդադար եւ դատապարտել են հիվանդանոցների ու ապաստարանների վրա հարձակումները։ Իրանի պատասխան հարվածների հետևանքով Մերձավոր Արևելքում ԱՄՆ ռազմական օբյեկտներին եւ սարքավորումներին հասցված վնասը գերազանցել է 13 միլիարդ դոլարը։ Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը սեփական հաշվարկների հիման վրա։ Փետրվարի 28-ից ի վեր Իրանը Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի հետ կապված թիրախներին ավելի քան 2000 հրթիռային եւ անօդաչու հարված է հասցրել։ Վնաս է հասցվել ԱՄՆ-ի հետ կապված առնվազն 20 ռազմական օբյեկտների 8 երկրներում։ Իրանական ուժերը վնասել կամ ոչնչացրել են նաեւ մոտ 42 ամերիկյան ինքնաթիռ, հիմնականում խոշոր անօդաչու թռչող սարքեր եւ ԱՄՆ ռազմաօդային ուժերի կործանիչներ։ Թուրքիայի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է Քրդստանի բանվորական կուսակցության զինաթափման գործընթացին վերաբերող օրինագիծը։ Օրինագիծը խորհրդարանում քննարկվել է շուրջ 12 ժամ, որից հետո այն ընդունվել է հոդված առ հոդված քվեարկությամբ։ Փաստաթուղթը ներկայացրել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի գլխավորած Արդարություն եւ զարգացում կուսակցությունը։ 12 հոդվածից բաղկացած օրինագիծը իրավական հիմք է ստեղծում կուսակցության լուծարման գործընթացի համար։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Հորմուզի նեղուցն ամբողջությամբ մաքրվել է ականներից։ Նրա խոսքով նեղուցը բաց է բոլոր նավերի համար, բացառությամբ իրանական նավահանգիստներ ուղևորվող նավերի։ Թրամփը նշել է ականների հայտնաբերման եւ մաքրման աշխատանքները շարունակվել են նեղուցում։ Նրա պնդմամբ ԱՄՆ ներկայում ունի նեղուցի 100% վերահսկողություն։ Թրամփը նաեւ հայտարարել է նեղուցում նավարկության իրավիճակը բարդ է, քանի որ իր խոսքով այնտեղ շարունակաբար ականներ են նետվում։ Դամասկոսի քրեական դատարանը Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ալ-Ասադին հեռակակարգով մահապատժի է դատապարտել։ Դատարանը նրան մեղավոր է ճանաչել մարդկության դեմ հանցագործությունների, սպանության եւ խոշտանգումների համար։ Ասադը դատարանում չի եղել, քանի որ 2024 թվականի դեկտեմբերին լքել էր Սիրիան եւ ապաստան ստացել Մոսկվայում։ Նա հեռացել էր երկրից ընդդիմադիր ուժերի արագ առաջխաղացման եւ Դամասկոսի անկման ֆոնին։ Դատավճիռը կայացվել է Սիրիայի նախկին իշխանությունների դեմ իրականացվող դատական գործընթացի շրջանակում։ Պարսից ծոցի երկրները հասկանում են Իրանը մշտապես կվերահսկի Հորմուզի նեղուցում նավագնացությունը։ Այս մասին հաղորդում է Wall Street Journal-ը, ներկայացնելով տարածաշրջանում ստեղծված նոր իրավիճակը։ Ծոցի երկրների ներկայացուցիչները դժգոհ են Հորմուզով նավերի անցման մեխանիզմից, որի շուրջ աշխատում են Իրանը եւ Օմանը։ Սակայն նրանք հասկանում են, որ նման գործընթացը նախընտրելի է, քան ԱՄՆ-ի եւ Իրանի միջև ռազմական գործողությունների շարունակությունը։ Տարածաշրջանի երկրները մտահոգված են նաեւ այն հանգամանքով, որ ռազմական գործողությունների շարունակությունը կարող է վտանգել իրենց էներգետիկ ենթակառուցվածքները։ Իրանի խորհրդարանը քննարկում է Հորմուզի նեղուցի կառավարման վերաբերյալ նոր օրինագիծ։ Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Աբոլֆազլ Զոհրավանդի խոսքով օրենքը հստակ կտարբերակի բարեկամ եւ թշնամական երկրներին։ Նրա հայտարարությամբ Թեհրանը կարող է Հորմուզի նկատմամբ ունեցած հնարավորությունները օգտագործել ոչ բարեկամական պետությունների դեմ։ Վերջինս նշել է, դա կարող է կիրառվել նաեւ Իրանի նկատմամբ միակողմանի եւ անարդար պատժամիջոցների դեպքում։
Լիոնել Մեսսիի հասցեին աշխարհի առաջնության 2026-ի ընթացքում 2 կոնկրետ սպանության սպառնալիք է ստացվել։ Ըստ հրապարակված տվյալների 2 դեպքում էլ ենթադրվել է պայթուցիկների օգտագործում, իսկ 1 դեպքում նաև AR-15 հրացան։ Առաջին սպառնալիքը ստացվել է Արգենտինա-Հորդանան խաղից առաջ, երբ ենթադրյալ հանցագործը զանգահարել է Դալասի օդանավակայան։ Նա հայտարարել է 2 հանցակցի հետ պատրաստվում է հարձակվել մարզադաշտի վրա եւ սպանել Մեսսիին։ 10 օր անց Եգիպտոսի դեմ խաղից առաջ սոցիալական ցանցերում հայտնվել է նոր սպառնալիք Մեսսիին պայթեցնելու մասին։ Ոստիկանության փաստաթղթերում նաև նշվել է մարզադաշտի աղբամաններում 3 ռումբ տեղադրելու մասին հաղորդագրություն, սակայն ծառայողական շները պայթուցիկներ չեն հայտնաբերել։ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ գաղտնի հեռացել է Թուրքիայից Իրանի կողմից իր սպանության սպառնալիքի ֆոնին։ Այս մասին հայտնում է Washington Post-ը, հղում անելով իր աղբյուրներին։ Հրապարակման համաձայն Սպիտակ տունը հայտարարել էր, թե Թրամփը հեռացել է Air Force One-ով, սակայն իրականում նրա համար օգտագործվել է մեկ այլ ռազմական ինքնաթիռ։ Ավելի հին Air Force One-ը, որով լրագրողները կարծում են, թե նախագահն է մեկնում, օգտագործվել է որպես խայծ, նրա իրական տեղաշարժը թաքցնելու համար։ Թրամփին տեղափոխող C-32A ինքնաթիռը մեկնել է Մեծ Բրիտանիա, իսկ Air Force One-ը եւ լրագրողները հասել են մի քանի րոպե անց։ Քասախամայնքի նախկին ղեկավարը 8-րդ գումարման ազգային ժողովի պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Աննա Մկրտչյանի հայրը Արա Մկրտչյանը, որը կասկածվում է 28 հողամաս օտարելու համար 1 ամսով կալանավորվել է։ Այս մասին հայտնել են քննչական կոմիտեից։ Վեհապար հայրապետի եւ հայ առաքելական Սուրբ եկեղեցու 6 սրբազանների քրեական գործը մակագրվել է Արմավիրի մարզի Առաջինատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Սերժ Ռուշանյանին։ Հիշեցնենք, որ ամենայն հայոց կաթողիկոսի եւ սրբազաններին վերագրվող քրեական գործը հուլիսի 27-ին մուտք է եղել դատարան եւ մակագրվել է Արմավիրի մարզի Առաջինատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հակոբ Մանուկյանին։ Սակայն օգոստոսի 7-ին կայացած դատական նիստի ժամանակ դատավորը ինքնաբացարկ էր հայտնել եւ հրաժարվել գործից։ Քննչական մարմնի ներկայացուցիչների պնդումները, թե Անդրանիկ Թևանյանը $622,000 վարձատրության դիմաց ձեռք է բերել պետական գաղտնիք պարունակող փաստաթուղթ, այն թարգմանել եւ փոխանցել օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչի, ինչպես նաեւ փաստաթուղթը նրան փոխանցել է Արեգնաց Մանուկյանը, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել պաշտպանական թիմը։ Պաշտպանները նշում են, որ նման փաստական հանգամանքներ ներկայացված մեղադրանքներում եւ քրեական վարույթի նյութերում չկան, ուստի ամբողջությամբ հերքում են այդ պնդումները։ Պաշտպանական կողմը նաեւ ընդգծել է, որ չհաստատված տեղեկությունների հրապարակումը կարող է ձևավորել կախական հանրային կարծիք եւ հորդորել է քննչական մարմնին հարգել անմեղության կանխավարկածը։ Օգոստոսի 10-ին առակցված այնուարտարոց դեպք է տեղի ունեցել Երևանում ժամը 20:40-ի սահմաններում ոստիկանությունում տեղեկություններ են ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում երկաթե թիթեղների տակ նորածին երեխա կա։ Շտապ օգնության բժիշկների թիվ 25 խումբը տեղում նորածին աղջկան անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, կապել են պորտալարը եւ տեղափոխել Երևանի վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի Հանրապետական ինստիտուտ ժողովրդին ավելի հայտնի Ռազմիկ Աբրահամյանի ծննդատուն, որտեղ էլ բժիշկների պրոֆեսիոնալ աշխատանքի արդյունքում հնարավոր է եղել փրկել նորածնի կյանքը, սակայն երեխան դեռ որոշ ժամանակ պետք է մնա բժիշկների հսկողության տակ։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, համայնքային ոստիկաններն ու քննիչները պարզում են երեխայի մորինքնությունը։ Օգոստոսի 10-ին տեղական ժամանակով ժամը 23:11-ին Վարդենիսկ քաղաքից 26 կիլոմետր հյուսիս-արևելք, օջախի 10 կիլոմետր խորությամբ 3.8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ։ Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս, Մարտունի քաղաքներում եւ Սոտք, Ծովակ, Վարդենիկ, Կարճաղբյուր, Ծովինարկ 8 գյուղերում 2-ից 3 բալ ուժգնությամբ։ Ստամբուլի Բեյօղլու թաղամասում ոստիկանությունը բնակելի շենքում հայտնաբերել է 64-ամյա Ակոբ Դեղիրմենջիօղլուի դին։ Սպանության կասկածանքով ձերբակալված 45-ամյա Մեհետ Շ.Թ.-ն ոստիկանությունում խոստովանել է, որ տղամարդու ընտանակահարել է վարձավճարի շուրջ տարաձայնության պատճառով, գրում է Էրմենի Հաբերեյեմը։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ Մեհմետ Շ.Թ.-ն ոստիկանությունը հազանգել հայտնելով, որ շենքից վատ հոտ է գալիս, դեպքի վայժամանած ոստիկանները բնակարանում հայտնաբերել են Պոսահայ Ակոբ Դեղիրմենջիօղլուի անշնչացած մարմինը։ Դեպքի վայրի զննությամբ տղամարդու պարանոցի հետևի եւ կողային հատվածներում հայտնաբերվել են դանակահարության հետքեր, նրա մարմինը տեղափոխվել է դատաբժշկական փորձաքննության մահվան ստույգ պատճառը պարզելու նպատակով։
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Միխայել Գալուզինը հակասական ու խճճված է համարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով Հարաքվեի վերաբերյալ, այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը։ Գալուզինը նշել է, որ Հայաստանի սահմանադրության 205-րդ հոդվածի նման Հարաքվեի նախաձեռնողը պետք է լինի կառավարությունը։ Նրա խոսքով 2025 թվականին ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի քննարկման ժամանակ հայկական կողմը պնդում էր, որ Հարաքվեի անհրաժեշտություն չկա, քանի որ օրենքը քաղաքական հայտարարություն է։ Հիմա լսում ենք, որ հունիսյան ընտրությունների արդյունքներն արդեն վկայում են Եվրոպամետ կուրսի համազգային աջակցության մասին, ուստի Հարաքվեի կարիք չկա, ասել է Գալուզինը, հավելելով, որ Փաշինյանը նախընտրական շրջանում հաճախ հակասական հայտարարություններ է արել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության վերաբերյալ։ Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայել Բաղային հայտարարել է ԱՄՆ տնտեսական պատժամիջոցների է դիմում, երբ չի կարողանում դիվանագիտություն վարել։ Նրա խոսքով պատժամիջոցների կիրառումը Վաշինգտոնի համար դարձել է սովորություն եւ կախվածություն։ Բաղային նշել է, երբ պատժամիջոցները չեն գործում, ԱՄՆ-ն պարզապես մեծացնում է դրանց դեղաչափը։ Նա ամերիկացի քաղաքական գործիչներին զգուշացրել է, որ այս մոտեցումը կարող է սահմանափակել ճգնաժամից դուրս գալու հնարավորությունները։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը պատժամիջոցների քաղաքականությունը բնութագրել է ոչ թե որպես քաղաքականություն, այլ որպես կախվածություն։ Ուկրաինայի Օդեսայի մարզում մարտական առաջադրանք կատարելիս MiG-29 կործանիչ է կործանվել։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հաստատել են ինքնաթիռի կորուստը։ Նախնական տվյալներով ավիացիոն հրթիռի արձակման ժամանակ ինքնաթիռը հրդեհվել է։ Օդաչուն կորցրել է կառավարումը, սակայն կարողացել է ինքնանետվել։ Նրան տեղափոխել են բժշկական հաստատություն։ Ուկրաինայի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ միջադեպի պատճառները դեռ պարզվում են։ Թուրքիայի Շանլուուրֆա քաղաքում քիմիական ռեակցիայի հետևանքով պայթյուն է տեղի ունեցել։ Միջադեպը տեղի ունեցել Հալիլիե շրջանում գտնվող խանութի պահեստային տարածքում վերանորոգման աշխատանքների ժամանակ։ Խողովակների մաքրման միջոցը լցվել է ջրահեռացման համակարգ, ինչից հետո տեղի է ունեցել քիմիական ռեակցիա եւ պայթյուն։ 5 մարդ ուժել է եւ տեղափոխվել հիվանդանոցներ։ Մասնագետները տարածքում հայտնաբերել են թունավոր գազի բարձր խտություն, տարածքը օդափոխվել է։ Կոլումբիայի արևմուտքում 7.4 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով առնվազն 132 մարդ է զոհվել։ Եվս 570 մարդ վիրավորվել է, իսկ առնվազն 188 մարդ համարվում է անհետ կորած։ Իշխանությունները երկրում արտակարգ դրություն են հայտարարել եւ աղետի գոտի զինվորականներ ուղարկել։ Երկրում փլուզվել է 86 շենք, 7 օդանավականների աշխատանքը դադարեցվել է։ Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերը փոխադարձ հարվածներ են հասցրել։ Ռուսական հարվածներ են գրանցվել Զապորոժիայում, Նիկոլաևում եւ Պավլոգրադում։ Զապորոժիայում հարձակման հետևանքով 5 մարդ զոհվել է, եւս 20-ը վիրավորվել։ Ռուսաստանի Վորոնեժի մարզում ԱԹՍ-ների ընկնելու հետևանքով հրդեհներ են բռնկվել Վալբերեզի 2 պահեստներում։ Մարկանց տանհանել են լոգիստիկ օբյեկտներից։ Վորոնեժում 1 մարդ զոհվել է, եւս 2-ը վիրավորվել։ Մարկ Ցուկերբերգի $300 միլիոն արժողությամբ սուպերսպոսանավը հայտնվել է քննադատության կենտրոնում։ Ալյասկայի ջրերում աղետի մեջ հայտնված նավակին օգնության չհասնելու պատճառով 21 ֆունտանոց նավի վառելիքը վերջացել էր Պիտերսբուրգից Ջունո ուղևորության ընթացքում։ Ըստ ուղևորներից մեկի Ցուկերբերգի զբոսանավը ավելի մոտ է գտնվել, սակայն հրաժարվել է օգնություն ցուցաբերել։ Փրկարարական գործողության ի վերջո մասնակցել է Wilderness Legacy զբոսաշրջային նավը։ Խափանված նավակը անվտանգ քարշակվել է դեպի պաշտպանված Ֆարագուտ ծովախորշ։ Ցուկերբերգի ներկայացուցիչը պնդել է, որ նաև նրա ընտանիքը նավի վրա չեն եղել, իսկ անձնակազմը աշխատել է այլ ռադիոալիքով։ ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ իրանական հրթիռների մի մասը այժմ ունակ է թռիչքի ընթացքում փոխելու ուղղությունը։ ԻՀՊԿ ներկայացուցիչ Հոսեյն Մոհաբիի խոսքով հրթիռները համալրված են ուղղորդական համակարգերով։ Նա պնդել է, որ որոշ հրթիռներ կարող են թռիչքի ընթացքում ճշգրտել իրենց հետագիծը եւ շրջանցել հակառակորդի հոբ համակարգերը։ Վերջինիս խոսքով Իրանի այդ հնարավորությունները կիրառվել են ԱՄՆ-ի հետ վերջին պատերազմի ընթացքում։ Նա նշել է, որ հարվածների թիրախում եղել են հակառակորդի էներգետիկ ցանցի տարրեր։ ԻՀՊԿ ներկայացուցիչը հայտարարել է, Իրանի նպատակը եղել է ոչ միայն ֆիզիկական ոչնչացումը, այլև հակառակորդի որոշումների ընդունման եւ պաշտպանության ցանցերի վրա ազդեցությունը։ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրփոյի Գալյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ։ Որոշման համաձայն Գալյանը ազգային ժողովում կառավարության ներկայացուցիչ կլինի կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը քննարկելիս։ Որոշումն ընդունվել է հիմք ընդունելով ազգային ժողովի կանոնակարգ սահմանադրական օրենքի 66-րդ հոդվածի 2-րդ մասը։
Ազգային ժողովում Ուժեղ Հայաստան խմբակցության պատգամավոր Նարեկ Կարապետյանը պատասխանել է հարցին, արդյոք իրենց թիմը կողմ է Հայաստանի Հանրապետության Եվրամիության ինտեգրելուն, թե ոչ։ Նա նշել է, որ Եվրամիությունից Հայաստանի Հանրապետությունը երկու բան պետք է ստանա։ Մենք տեսնում ենք, որ Եվրոպայից երկու կարևոր բան պետք է մենք ստանանք։ Առաջինը՝ տնտեսական առևտրաշրջանառություն, առևտրաշրջանառության աճ, որ համեմատելի գոնե լինի Եվրասիականի հետ։ Եվ երկրորդը ինստիտուտներ, օրինակ դատական համակարգ, օրինակ քաղաքացիական հասարակության ինստիտուտները։ Այդ ուղղությամբ կտեսնեք ինչ աշխատանք կտանենք մենք։ Դուք կտեսնեք, որ անցած 5 տարիների ընթացքում մի քանի տարին երևի հնարավոր է ընդհանուր ասում են 1 բան է եղել, նիստ է եղել։ 1-2 հա, շատ քիչ։ Իսկ ակտիվությունը մենք պետք է ցույց տանք, ինչպես է այդ աշխատանքը տեղի ունենում։ Այսինքն մենք պետք է ինստիտուտների հետ կապված Եվրոպայի կարողանանք տեղայնացնենք այստեղ եւ առևտրաշրջանառության վրա աշխատենք։ Արգամ Աբրահամյանը չի ընդունում մեղքը ու անհիմն է համարում մեղադրանքը։ Այս մասին նշել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդի, ազգային ժողովի նախկին պատգամավոր Արգամ Աբրահամյանի պաշտպան Էմիլ Խաչատրյանը։ Փաստաբանը նշել է, որ հետագայում Արգամ Աբրահամյանի հետ խորհրդակցելուց հետո պաշտպանական թիմով համապարփակ հայտարարությամբ հանդես կգան։ Օգոստոսի 10-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անցկացրել է խորհրդակցություն զինված ուժերում սպայական, ենթասպայական եւ սերժանտական կազմերի համալրման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ։ Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հարցազրույց է տվել թուրքական Անադոլու պետական լրատվական գործակալությանը։ Ֆիդանը խոսելով Սաուդյան Արաբիայի եւ Պակիստանի հետ Թուրքիայի կնքած ռազմական համաձայնագրի մասին անդրադարձել է նաեւ Հայաստան-Ադրբեջան գործընթացին։ Մենք հեգեմոնիստական մոտեցմամբ չենք գնում, ուստի դա պետք է անենք տարածաշրջանի երկրների հետ միասին։ Կովկասում ձեռք բերված համաձայնությունից հետո այս պահին հրադադար կա, լավ գործընթաց է, հրադադար է, Հայաստանը եւ Ադրբեջանը շարժվում են դեպի մնայուն խաղաղության համաձայնագիր եւ մենք աջակցում ենք դրան։ Դրան աջակցելիս մեր մտքում կա անվտանգության եւ տնտեսական ճարտարապետության հեռանկար, Մերձավոր Արևելքի հետ կապված առանձին, Եվրոպայի հետ կապված առանձին, նշել է Ֆիդանը։ Լրագրողի այն հարցին, թե կարող է նմանատիպ միկրոռազմական համաձայնագիր կնքվել Կովկասի տարածաշրջանում, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում, Ֆիդանը պատասխանել է, որ դրանք կարող են ստեղծվել անհրաժեշտության դեպքում։ Պայթուցիկով անօթաչու թռչող սարքը Լայպցիգ Հալեոթանավականում բախվել է ռազմական բեռ տեղափոխող ուկրաինական ինքնաթիռի թևին, սակայն չի պայթել։ ԱԹՍ-ն հարվածել է ինքնաթիռի թևին, հետը շպրտվել եւ ընկել գետնին։ Պարզվել է նաեւ, որ պայթուցիկ սարքը գտնվել է ոչ թե անմիջապես անօթաչուի վրա, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր, այլ դրանից որոշակի հեռավորության վրա։ Քննիչների եւ փորձագետների տվյալներով գործողությանը մասնակցել է 2 ԱԹՍ։ Երկրորդ անօթաչուն տեսողական կապ է պահպանել պայթուցիկ տեղափոխող սարքի հետ եւ պատկերը փոխանցել թռիչքը կառավարող անձանց։ Կորեայի Հանրապետության եւ ԱՄՆ-ի զինված ուժերը օգոստոսի 17-ից 27-ը կանցկացնեն ամենամյա լայնածավալ զորավարժություններ։ Կորեայի շտաբների պետերի կոմիտեի ներկայացուցիչ Չանդո Յոնի խոսքով զորավարժությունները պաշտպանական բնույթ ունեն։ Դրանց ընթացքում կկիրառվեն իրատեսական իրավիճակներ եւ մարտական պատրաստության մեթոդների վերլուծության վերջին արդյունքները։ ԱՄՆ-ն ու Կորեան մտադիր են ներգրավել նաեւ ՄԱԿ-ի հրամանատարության անդամ երկրներին։ Կորեան զորավարժություններին կներգրավի շուրջ 18000 մարդ, իսկ դաշտային զորավարժությունները Ստույգ թիվը դեռ չի հրապարակվել։ Ուկրաինայում ռուսական հարվածների հետևանքով փաստացի չի մնացել ոչ մի ամբողջական ջերմային էլեկտրակայան։ Այս մասին հայտարարել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկին։ Նրա խոսքով ստեղծված իրավիճակը լուրջ խնդիրներ է առաջացնում ձմռան նախաշեմին։ Զելենսկին ընդգծել է Ուկրաինան ձգտում է պատերազմի ավարտին, արժանապատիվ խաղաղության եւ երաշխավորված անվտանգության։ Նրա խոսքով ռուսական հրթիռների հարվածները նպատակաուղղված են ուկրաինացիների կյանքը անտանելի դարձնելուն։ Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է վճռականորեն դատապարտում է Կրոչմազի շրջանում տեղի ունեցած միջադեպը, որտեղ անօթաչու սարք է ընկել եւ պայթել։ Մոլդովայի ԱԳՆ-ն միջադեպը որակել է որպես երկրի ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ լուրջ խախտում։ Գերատեսչությունը հայտարարել է միջադեպը սպառնում է Մոլդովայի քաղաքացիների անվտանգությանը։ Մոլդովան նաեւ դատապարտել է Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայի դեմ եւ դրա հետևանքները տարածաշրջանի անվտանգության համար։ Այս համատեքստում Մոլդովայի արտաքին գործերի նախարարությունը Մոսկվայից հետ է կանչել իր դեսպանին։ Դեսպանը հետ է կանչվել խորհրդակցությունների համար։ Եղանակը առաջիկա օրերին օգոստոսի 11-ից 15-ի գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ, 10-ից 11 առանձին վայրերում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ։ Օդի ջերմաստիճանն օգոստոսի 11-ից ցերեկային ժամերին կնվազի 4-ից 6 աստիճանով։